Ողջույն։ Ողջույն։ Ամսի 29-ին նոյեմբերի ժամը 4:30 կողմերը 10 աստիճան ջերմությունով Լվովյան փողոցով սալանում ենք Չիո-Չիո-Սան։ Ոչ։ Madame Butterfly։ Madame Butterfly։ Այո։ Կարծեմ տենց կինո էլ է եղել անետ, չէ՞։ Չեմ հիշում գիտես։ Տենց ամերիկյան ինչ-որ բաներ, զինվորեր, սիրահարվեց։ Այդ ֆայլեցի մի հատ նայեմ Google-ով։ Դե կնայենք դու լավ։ Սյուժեն հիշացնեմ, Ճապոնիայում գեյշա ոնց է հայերեն։ Գեյշա էլի։ Գեյշա вообще-то։ Յուրաքանչյուր երևի լեզվով։ Հա։ Մի քիչ ուրիշ հնչողությամբ։ Հեյշա, օրինակ։ Դե տենց կրթված աղջիկա, որ քեֆ ուրախությանը բան կանչում են, լավ պարում է, երգում է, փիլիսոփայություն գիտի, պատմություն։ Զարգացած աղջիկը։ Մի խոսքով ընկերուհի է։ Բայց այս դեպքում 15 տարեկան է։ Այդ ամերիկացին էլ ան ինչ էր անետ։ Այո վերին, Պինկերտոնը որոշում է դե Ճապոնիայի էլ ասում է ստից երկիրը։ Նա ժամանակավոր ամուսնան է։ Կատակ է իր համար։ Դեսպանը զգուշացնում ասում այ մարդ մեղք է այդ աղջիկը, բան դե լավ ասում ինչ է։ Քանի ստեղ եմ։ Հետո այդ աղջիկը շատ ուժեղ սիրահարվում է այդ Պինկերտոնի վրա։ Սա գնում է Ամերիկա, այնտեղ ամուսնանում է, բայց ես մեր խեղճ Չիո-Չիո-Սանը տղա է ունենում։ Butterfly նշանակում է թիթեռ։ Թիթեռնիկ, այո։ Այդ մոմենտը հիշեք, շատ հետաքրքիր է։ Թիթեռը Butterfly-ը։ Ինչ եմ ես սաղ պատմում։ Չգիտեմ։ Ես նոր բան եմ գտել այդ օպերայի մեջ։ Շատ զարմանալի։ Չգիտեմ, կարող եմ մինչև էդ էլի եմ գտել։ Կարող է ես հեծանիվ եմ մոգոնում հիմա։ Հա։ Հետո այդ տղան նամակ է ուղարկում, որ Ազիզ ջան, ես ամուսնացել եմ, մի խոսքով մոռացի ինձ։ Իսկ այդ խեղճ աղջիկը էլ քրիստոնեություն է ընդունում, էլ բարեկամները թքում մրում են, բան, բայց մեկը սոսկալի սիրում է։ Այստեղից դուրս գանք, ինչ որտեղ առաջիկից դուրս եկանք, ահա, եկավ սարքեց երրորդ գներ գնաց։ Ես շատ գիտեմ։ Կարմիր լույս այանգեր։ Ամենաառաջին կանգնեց։ Են բանի Չապլինի նման, որ տրամվայ է նստում իջում ես, սաղին բրբրթում է գնում է ամենաառաջն է կանգնում։ Վերջում իրան դուրս են Եկել մի հատ չաղ տիպ է հետևից նստում, սես մի հատ բրթում է Չապլինը, դուս է թռնում տրամվայից։ Հա, անցնենք լուրջ թեմաների հայեր։ Ուրեմն, որտե կանգնեցի։ Նամակ է գրում, որ ոչմ ամուսնացել եմ։ Չէ, սիրահարված է։ Butterfly-ը, այդ մասը քեզ դուր եկավ, հա, լավը տեղից շարունակենք։ Շատ ուժեղ սիրահարված է։ Հավատքն է փոխում եւ այլն եւ այլն։ Այո։ Հետո այդ Պինկերտոն կոչեցյալը կնոջ հետ Նագլի գադա կնոջ հետ գալիս է նորից Ճապոնիա։ Չխոսքեր ես օգտագործ։ Այտենց բան են անում այ մարդ, այն էլ 15 տարեկան աղջիկը սիրահարված գժի պես։ Գալիս է, հələ այդ քիչ չէ, գալիս է, որոշում են որդեգրեն այդ տղային։ Մի խոսքով ես խեղճ աղջիկը այնքան է սիրում, ամեն ինչի համաձայնվում է։ Վերջն էլ իրան ոչինչ չի մնում, ինքնասպանություն է կատարում։ Հիմա անցնենք թիթեռ հոգին բարձրանում է երկինք։ Հա, տենց ես բանանում։ Ես տենց եմ։ Թիթեռ, չէ, թիթեռը ուրիշ բանի համար է։ Հիմա նայեք ինչումն է բանը ժողովուրդ։ Նախ այդ Պինկերտոնի անունը չեմ ամխի։
Պինկերտոն Բենջամին Ֆրանկլինը։ Բենջամին Ֆրանկլինին հիշում եք։ Իդեպ ինքը Պրեզիդենտ չի եղել Ամերիկայի, բայց Դոլարը վրա ինքն է, չէ՞ տպել։ Հարյուրանոցի վրա նախ ինքն է, Բենջամինն է։ Ինքը ավելի շատ բաներ է արել Ամերիկայի պատմության մեջ, քան շատ պրեզիդենտներ, նախագահներ։ Ու ոնց որ թե ինչ որ հատուկ է Ուչինին այդ Բենջամին Ֆրանկլին դերել անունն է, որ տիպիկ ամերիկացի էլի ոնց որ այդ մի կողմից մյուս կողմից կա տենց մի հատ բան էֆեկտ բաբոչկի կոչվում ծանոթ ես ան այդ Չեմ հիշում, բայց ֆիլմ կար, տենց ֆիլմ կար հաստատ, այո։ Ուրեմն այդ թեորիան ինչ է ասում, որ չնչին փոքր երևույթ կարա մեծանա ու մի հատ խոշոր օրինակ թիթերը Բրազիլիայում թևերը թափատալի մեկ էլ ինչ-որ Չինաստանում ես իմ ցունամի է սկսում կամ տենց ինչ-որ մի խոսքով տենց թեորիա հիմա ստեղ բացատրում են, որ Չիոչիոսանի մեջ տենց թեթև ինչ-որ կիսակատակ կիսասեր Պինկերտոնի կողմից հետո դառնում է ուժեղ սեր աղջկա կողմից, հետո երեխա, հետո ողբերգություն։ Այո, տրագեդիա փոքր բանից գնաց, տենց մեծ բան ստացվեց էլի։ Այսինքն այդ բատերֆլայ ինչ որ տեղ տենց կպսրել են դրան։ Բայց այդ էֆեկտը 1960 թվին է բարձրացայինվել, հենց որ այդ հետո են կպսրել։ Բայց համնայդեպս երևույթին կար։ Հիմա գնանք դալշը։ Ուրեմն այդ պատմությունը 1904 թվին է Պուչինին արել։ Գրել։ Ֆրանկլինին դոլարի վրա 14 թվին գրել։ Հիմա տեսեք, ոնց որ թե փոքր պատմություն է, չէ՞, գեղեցիկ ճիշտ է, շատ օպերա է եւ այլն, էլի։ Բայց անցնում է մոտավորապես 40-45 տարի, իդեպ Չիոչիոսանը Նագասակիից է։ Հասկանում ես ինչ է կատարվում։ Հա։ Չիոչիոսանը որպես գեյշա ասում էին Մադամ Բատերֆլայ։ Գեյշան պետք է նենց մի հատ հետաքրքիր անուն ունենա։ Հիմա նայ այդ թիթերի էֆեկտը ոնց է գնում տարիների մեջ ու 45 թվին Նագասակիի վրա որ այդ աղջիկներ ապրում ամերիկացիները ատոմային ռումբ են գցում, պատկերացնում ես այդ օպերան ինչ թեթև թևերով թափատվե ու ինչի է եկել հասել ողբերգությունը այդպես բարդ պատմություն մենք հիմա գնում ենք Միասնիկյան պողոտայով դե հիմա գնա այդ մտքերով օպերա նայի անայդ լավ կատակեցի լուրջ մի ընդունեք հայր բայց կարող է լուրջ էր, չեմ անում
Հիմա պատմեմ ինչ արեցինք։ Բիկինայցի չանք, նկարելով եկանք, այգին նկարեցինք, եկանք մերոնցից հանդիպեցինք, Տաթևիկին, այդ մասը կփորձեմ մի հատ դանդաղ, սաղ արագա նկարև, ոչ զեն կա, ոչ բան կա, նոր նկատեցի։ բայց այդ ինչից է արդենց լինում Արմեն։ Այս գոբրոյի բանը տենց հայլի մատը տանզգուշ կպնումա թռնումա են կոմ, խեն տենց արը, անհաջող է այդ մասը։ Դրա համար ես միշտ նայում եմ, հա, են էլ էր տենց։ Դրա համար ես միշտ նայում եմ այդ նկարելուց, հա, այս տղաները անայդ, այդքան նկարեցի, այդ ինչ էին խաղում, բացատրեցինք, օրենքները, բանը, ոչ մի բան չի ստացվել։ Հա, մնաց մեր սրտերում մեր նկարածը։ Ստեղ մի հատի տալացի մեզ բրավո ասեց, չիմացանք ինչի համար։ Շատ ափսոս։ Դե հիմա նայի գոնե նկարում է նորմալ։ Ես գիտես ինչ էր, մի մոմենտ մտքովս անցավ, բայց հետո ինչ-որ խոսքով ընկանք, նկարում եմ վարկյանները շատ դանդաղ է գնում, էլի, ցույցատալի, ասենք հիմա ոնց որ այսքան նկարեցի, ցույցատալի 10 վարկյան եմ նկարել։ Բայց հետո շեղվեցի, մոռացա։ Գիչ անգամ գնանք չխանգարենք։ Այս տղաներ, այս շորտերով։ Հա։ Ուղղակի նայել են իրենց մասերը ներգանգով ես ծնում։ Սա չկար նոր որ անցանք։ Սկզբից բացատրեց մեզ, իսկ հետո գնա։ Հա, բացատրեց։ Ամերիկյան խաղը ասեցին, ռոլնետեր կոչվում։ Հիշում ես։ Չէ, չեմ հիշում։ Ուրեմն զույգով են խաղում։ Երկու անգամ իրար են պասեր տալի, երրորդը պետք է խփեն ներս։ Այս զույգեր են։ Դες ինչ արդեն արագացրել են։ Հա, այս պետացել են։ լուրջ խաղ դարավ։ Միակ հիշացրեք, էլի։ Անունը ոնց էր, մոռացանք։ Round net։ Շա, ռաունդներ, շնորհակալություն։ Ձեր զույգով է։ Ձեր զույգով է։ Հա, ձեր եղբայրն է։ Խառնեցի, տես նման էին։ Հա։ Այդ երկուսը զույգ են։ Դե լավ, մենք ահագին նկարել ենք, բայց մի քիչ նայենք։ Գլխականգավ։ Այո։ Լավ բռնից։ Հետաքրքիր է, ոտքով կարելի է, հա։ Գրավներին էլ է։ Բայց ինչ հետաքրքիր է, նույն բանը երկրորդ անգամ անելը, հետաքրքրությունը լրիվ ուրիշ է, առաջի անգամ լրիվ ուրիշ է, չէ՞։ Դրա համար ես երբեք չեմ սիրել այդ պավտորը, էլի կադրի։ Հա, ճիշտ է։ Քեզ հնարավոր չի համոզել երկրորդ անգամ նույն բանը։ Արդեն դերասանության նման է ստացվում։ Այո։ Լովային հիշեցինք, որ կտուրը բարձրացանք։ Ենքան բան հիշեցինք։ Մասը մեզ տարավ։ Աշխատասենյակները ցույց տվեց։ Մեր ամենալավ վիդեոն նկարեցինք ու ոչ։ Այս այնտեղ նկարվեցին, հա, այս նույն աղջիկներն են։ Եկան ստեղ հիմա էլ։ Ժամը նայի։ 20-ը պակաս։
Գնանք։ Հեռանալ չենք կարող։ Գնանք լավ տեղեր զբաղացնենք։ Գնանք։ Մի կողմից ափսոս է, որ դա հալիճը դատարկ է ալնում, բայց մյուս կողմից հարմար է, որտեղ մեզ որպես թոշակառու վատ տեղեր են տալի։ Վատտեղ չի, երրորդ կարգա։ Հա, բայց այն ամենակողքն է, անդեից ինչ։ Ամենակողքը չէր, մի քիչ դեպի ներս էր, ես հիշում եմ։ Դե գնանք Ուղղակի դու չուզեցիր այդտեղ նստել, ասեցիր արի գնանք ուրիշ տեղ։ Ճիշտ արեցի։ Լավ, ես կամերան հանեմ փոխեմ ջղայնը մեզ կամերայի վրա։ Այստեղ է պենսիոներների տեղը։ Դե լավ, ես գնամ ծխեմ։ Հա, պարզվեց արդեն կանոնակարգ են մտցրել թատրոնի, որ պետք է անպայման վերարկուները հանել։ Մենք այս անգամ մի անգամից հանեցինք, որտեղ տակ էինք հագնված։ Հա, ես էլ ես եմ, հա։ Նայում եք։ Ես մի կամերաները շուր անֆոկուս է ցույց տալի, թե աչքերս է տենց։ Տենում եք ինչ հագնված եմ։ Անայտը առավոտը ասեց Լասկալայում առօրյա հագուստով ներս չեն թողում, ինչ-որ նոր օրենք է դուրս եկել Լասկալայում։ Ասեցի, բայց մենք Լասկալայում չենք, Լասկալա չենք գնում, Միլանում չենք։ Ասում է կարող է մեր մոտ էլ են ընդունել տենց օրակարգ։ Մի խոսքով ինչ ուզեց, հագցրեց, այս չնայեցի։ Լավ էլ նորից ներս չմտնեմ, ծխեմ բրցնեմ կգամ։ Չիո սանի եղբայրն էր, տղան կարար էլներ էլի։ Այն տղաները խաղացին, գնացին, դե արդեն մութ է երևի։ Նրա համար լույսերը վառեցին։ Լույսները տրադիցիոն շատ են հանդիպում, արդեն գիտենք օպերաներում, բալետներում շատ են գալի։
այնտեղ ինչ-որ լույսեր են նոր, հա? Կարելի է իջնել մի հատ հյուսիսայինը երեկոյան նայել։ Ինչ կա, չկա։ Այո։ Լավ, գնամ ներս։ Միստիկ միջանցք անցնենք։ Առայժմ սենց է դահլիճը։ Չնայած ժամը 7-ն է, գիտեք արդեն։ Պրեմիերա, դե ասեք ինչ է գրած, բալետ օրատորիա, ող Արթուն, Ասնոցի Դավիթ, հաց հեղինակ բան չկա գրած, հարցրեցի, ասմա չգիտենք պրեմիերայա, ընդակիր է։
բայց լավ ցուրտ անայդ։ Ոչինչ։ Ես էլ մտածում եմ հյուսիսային տնանք ինչ լույսեր են վառում։ Լավ սկիզբը նայենք ու հետ գնանք։ Որ քայլում ես ցուրտ չի։ Կանգնելուց է ցուրտ։ Քայլելուց ինձ մի քիչ տականում ենք։ Դե արդեն պետք է ավելի տակ ես հագնվեմ։ Դու լավ տակ ես, չէ՞։ Հա, տակ հենց։ Էլի ժամը 6-ները սկսվում, հա։ Այո, 9-ին էլ վերջացավ։ Սաշանալներ կասեր դրա համար է քիչ մարդեն։ Իսկական եկողները սովոր են, որ 7-ին է։ Չէ, բայց դու նկատեցի, Ինչ է։ որ շատ էին ռուս ազգի մարդիկ Հա, եւ էդ հա։ ուրիշ օտար երկրներից։ Հա, Շատ էին։ Ավելի շատ կամ թե հայերը մեր։ լավն էր շատ ինքը օպերան։ Հա, Մերոնք էլ լավ էին բանարել, դեկորացիաները բան։ հա, իմիջիալոց էստեղ համարյա ոչ մեկը ռուս դաշնությունից չկային։ Միայն օրկեստրի Աշխատանքի մեջ։ ղեկավարն էր, հա։ Ես նստած ռուսական բան էի ազգանունը։ մտածում, գիտես։ Չէ, ռուս չէր, հայ էր, բայց ռուսական դաշնությունից։ Ռուսաստանից։ Այո, Բարդ հա։ խոսքեր ես ասում։ Ну, Российская Ռուսական Федерация։ դաշն։ Դու ճիշտ չեմ ասում։ Ճիշտ ես ասում։ Վայ, սրանն է։ Ինչ է։ Սավչը Հա, Արաքել։ Արաքել։ Միրոպը ստեղա Թոխացյանը Դու երևի էլի եթե։ դեկտեմբերի 1-ին ժամը 7:30։ Բայց որտեղ էր։ Դե չտեսա գնաց։ Արի լավ անա այդ ցուրտը ժամանակ չկա կանգնենք Արի շուտարա սպասենք մեր լույսն է։ որտեղ ինչ ասում եմ նստած մտածում էի այդ Պուչինին ինչ էր մտածում որ այդ Չիոսանին 15 տարեկան աղջիկ էր Այդտենց երկշուի որտեղից պետք է Հա։ գտնեինք որ Ինքը լավ երկչուհի է, Հա։ դեմքով էլ լավիկն էր, բայց ուղղակի տարիքը չէր բռնում էլի։ Էջ 15 տարեկան չէր Օրիգինալի հետ։ Այդտեղ հասկանում ես, չէ, որ կինոներ են նկարում։ Ասենք պատկերացրու 15 տարեկան դերասանը։ Կարող է կա կինո, օպերա։ Չիոսան։ Ձեֆիրելիներ, չէ, տրավիատաներ հանել, դամոս կամիլեմի, Մնում է ձեֆիրելին ռուսական դաշնությունից էլ։ Չլնի ոչ մի բան ասել։ ասում է Օլիվիա Հասին մի անգամից սիրահարվեց ձեֆիրելին, իր առաջի մանկական սիրահարվածությունն էր, Հա, Ձեֆիրելին նրա վրա սիրտը սիրահարվեց։ տրված էր տղամարդու։ Դու դες դաժան բաներ պատմում։ Հավանա այդ հետ գնանք չկար ստեղ։ Ինչ թվաց ինչ որ տոնական Հա, բաներ, ինձ էլ թվաց, բայց չկա։ հա, այնտեղ ինչ որ Եսա երկու ասես բաները կախած։ Էդ էլ չի աշխատում հիմա, միացրած չի։ Հա, ճիշտ է, լամպոչկա պետք է լինի ներքևը։ Աստղա ինչ որ։ Լավ։ Գնացինք հետ։ Միացինք։ Իդեպ մի անգամ հանդիպել էի։ Այդ որ նայում է Այշմետ։ Չիոսանի տղան էլի։ Դե դերա ոչ երկում է, ոչ խոսում է, ոչինչ չկա էլի։ Երեխան, հա։ Երեխան ու թատրոններից մեկում այդ կոստյում կարող կնոջ տղային էին վերցրել, հասակը բռնում էր էլի։ Կոստյումերշային։ Կոստյումերշայի, հա, ճիշտ ես ասում։ Ու տենց ինքը խաղում էր։ Հետո ընդ այդ ջահելներ կային այդ թատրոնում։ Հա։ Որոշեցին կատակեն։ Այնտեղ մի մոմենտ կա չէ, որ այդ հյուպատոսը հարցնում է անունդ ինչ է։ Դե ինքը ձեն չի հանում, չէ՞, այստեղ։ Նկատեցի՞ր, չէ՞, այստեղ հարցրեց ինքը խոսացնում էր, նա չէր խոսում։ Այս տղային ասում են, լսի ասում են ամոթ է։ Մեծ մարդ է, քեզ հարցնում է անունդ ինչ է։ Կասես ասում է իրան էլի այս անգամ։
Բայց բարձր կասես, որ բոլորը լսեն։ Հիմա այս խեղճ տղեն ուրեմն այդ հյուպատոսը հարցնում է, այդ երկելով անոտ ինչա։ Սա բարձր գոռում է։ Ալյոշա։ Ասում է, սա օպերայի բաները կանդվել են ծիծաղից։ Բայց ես երեխան լավ գլուխ հանեց, չէ դերը։ Ապսես են պահեց չասրեցի նկարեմ, որ բաստովեց։ Ձերքով արեց։ Չէ, են մի քիչ հետև էր, արդեն չէր երևում, վազել է վազես։ Ես էլ նկատ ասեցի քեզ ճիշտ է, ապսես։ Բայց վերջում էր, որ տանում է Սուզուկին, արդեն։ Ինչին։ Սլուշանկան էլի։ Հա։ Տանում է երեխային, ինքն էլ ասեն ձեռով արեց։ Ճիշտ է այդ վերջի բանը, վերջի կադրը հուզիչ էր, խաղալիք էին ձեռը տվել, խապել էին խեղճ երեխան։ Դե վերջում էլ նվիրեցի խաղալիք ոնց էր ուրախացե, չէ։ Հա, էլի, ուշու միտքը, հա, ամենավերջում են բանը։ Էլի տենց մեկ է երեխան էր էլի երևի աշխատողներից։ Շատ լավն է օպերանը սենց, ինչքան լավն է։ Առանց այդ աֆիշաների շատ սիրուն է։ Այստեղ հաստատ չեմ դիմանա կանգնած, որտև այստեղ քամիապ չում, բաց է տարածքը։ Ամառը ժամին ինչքան մարդ կար։ 4 աստիճան է միջայլոցում քիչ։ Հա, լավ ցրտեց արդեն վсё։ Դե վաղը վերջի օրն է։ Աշնան եւ բարով եկար ձմեռ։ Ենեչ տուրիստների խումբը։ Չինացի չեն։ Չէ։ Եսել են մեր թշնամին։ YouTube-ը չի սիրում իրան։ Ում։ Այս տղան էլի որ բուտուկեքով նվագում է, զապիս է միացնում։ Հա։ Այ հիմա միացրել։ Գնանք քանի չի միացրել։ Արդեն միացրել։ Երևի այնտեղ համեր կա եղել, ինչ, հա։ Հա չեմ անում։ Ֆիլհարմոնիայի դահլիճում։ Հա, հասկացա։ Այս աֆիշանել են ներսը որ կար, մի կերպ կարդացի, Սասունցի Դավիթ էր գրած։ Աշխատողներին հարցնում եմ, ով ագերը ինչ, ասում են չգիտենք պրեմիերա է։ Արի, անա այդ վիդեոյում։ Ինչա, բալետ, հա։ Վիդեոյում կկարդաս։ Բալետ է, հա, երևի։ Այո, բալետ է, այդ ոնց իմացար։ Ինչ Սասունցի Դավիթը չի երկելու։ Ինչի։ Ես չեմ պատկերացնում։ Այդ որ ասեցիր բան հիշեցի։ Այդ շուտ էր գործի տեղն էին պատմում։ Ուրեմն Գորկիի մաչ օպերա էր։ Գնացել են երկու տեղ էին լավ ուրախացել։ Մեկը որ սա խորը երգում է։ Ներողություն։ Мать твою, Павел, мать твою, Павел, это арестовали. Նա դեռ ինչ ծաղը մեկել Լենինը պետք է լիներ բեմ դուրս գար անհապեր սպասում էին Լենինը ոնց է երգելու Էն էլ ասում է դուրս եկավ տենց այս տղայի նման ոչ մի ձեն չհանեց բեմով անցավ են կողմից գնաց շատ պիս հիասթափվել էին Լենինից որ չի ճիշտ ես ասում են անդեից դուրս են գալի
Մաշտոց Բողոտա։ Ահա, այն վաղտ աֆիշը կախած էր, նայում էինք իմանում։ Գիտենք ինչ, հիմա չգիտենք։ Դե ոնց որ լուլուներ ասում էր, երկու օրնեք չի լինում միտեղ։ Այդ արդեն լուլուն է հեղինակը դարել։ Ես ասեցի ու հիշեցի լուլուն ոնց էր ծիծաղում այդ քո կատակի վրա։ Բայց ինչի ասեցի լուլուն։ Ողջույն լուլու ջան։ Ողջույն։ Դենաս ինչ եղանակը։ Լոսում։ Հա։ Հետաքրքիր է։ Սարտերը։ Թող մերոն գրեն։ Դե պրինցիպի ինտերնետով նայելը ոչ մի պրոբլեմ չկա, բայց շատակի գրած ուրիշամ։ Անդեղի դեպքի վայրում գտնվողի։ այո։ Չէ, բայց հա բանը համաձայնվի ամբողջ շենքը նենց ցելեսն է ստացավ էլի։ Հա։ Չէ։ Հա, հիմա արից ցելեսնը թարգման։ Այդ չկարողացա թարգմանել։ Այն անկյունը խիչի վառում։ Ամբողջական։ Ապրես։ Ամբողջական դարավ։ Այնտեղ ինչու՞։ Ինչը։ Ես որ նկարում եմ եղել է լույս, այն անկյունը չես տնում մութը։ Բայց այն անկյունը պատ չի Արմեն ջան։ Ոնց պատ։ Այդ ինչ պատը չպետք է լուսավորվի։ Բայց այնտեղ պատոհան կա որ լուսավոր։ Հենա պատոհաններն է։ Հա, այն բանա, служебный входն է այն ամենաներքևը։ Գախնի տեղերը չեն լուսավորում։ Հա։ Ինչա։ Արդեն սաղ լուսավորությունը դասավորված մնում է միացնեն։ Հա, այս բաները։ Հա։ Ես սրանքին։ Էլի հիշեցի այդ 16 թիվը։ Էդ ի՞նչ թիվը։ Սորը փողոցում մարդ չկար вообще։ Ես ու դու եկանք ես հրապարակում լիքը բաներ կար, չէ, օպերայի։ Հա։ Նկարեցինք։ Հետո եկանք էստեղ ամբողջը լուսավորված էր իհարկե շատ։ Հա, սենց հայտնով Բայց գնացինք, մարդ կար вообще։ Հա, լավ ցուրտ օր էր։ Ամսի 31-ն էր։ Հա, 31-ն էր։ Հազիվ տուն հասանք, դե երեխեքը ստեղ չէին, գնացել էին։ Հա։ Եգիպտոս էր կարծեմ։ Հա, սաղով իրար այդ գնացել էին։ Հասցրեցինք սեղանը գցել ու դիմավորել նոր տարին։ Ստեղ էլ ինչ-որ լիքը եղնիկ էր, չէ՞։ Այո, այո։ Ու ձուն էր, լավ ձուն էր նստած։ Այդ եղնիկները շատ սազում էին։ Ռաբիս եղնիկներ էին մեր մեջ ասած, բայց Մի քիչ որ սառեց օդը։ չէ, սուր են գնում անեց։ Կոկորտս բան եղավ։ Լավարի մեջով գնանք այլի։ Հենց ուղիղ մեքենայի մոտ դուրս կգանք։ Մերոնք չեն տեսել մենք որտեղ ենք, դա չի ստացվել։ Հա, չի Ես ստացվել։ փորձեցի չեղավ անայդ, մի հատ ֆայլ վեկալա փորձեցի։ Վայ։ Ասի դանդաղացնեմ կարողա ձենը գա։ Տաթևիկն է չստացվել։ Դե ոչ մեկը չի ստացվել։ Իսկ կարողա տունը կամպյուտերով կարողանաս։ Դժվար։ Մի բան անես, գոնե այդ կադրերը։ Չեմ ասում ամբողջ այդ սա գիշեր չես քնի։ Չէ, եթե ստացվի ամբողջը կանեմ, բայց հարցերն է որ չի ստացվի, կարծում եմ։ Ստեղ էլի վարդեր երևի կծաղկեն գարնանը։ Ոյ։ Չի հասնում, չի կարողանան, Անյա։ Դա ծառերից ինչ շողքեր անգել։
Ափսոս, մի ամբողջ կես ժամ չստացվեց, փաստորեն։ Այդ արդեն չգիտեմ, Դե ես գիտեմ։ քանի ժամ չստացվեց։ Դու եղան բանը ժամանակի տեսակետից այդքան լավ չես զգում ժամանակը, որտեղ ես սովոր եմ այդ իմ մասնագիտական բաններ, չէ՞ ժամանակը 45 րոպեն։ Արդեն նենց էի սովոր, դե ես ժամացույց ընդհանրապես չէի սիրում, սկզբից հագնում էի ստիպված։ Իսկ հետո արդեն չոտկը հենց դասը վերջացնում էի բացատրել, գնահատականները հայտարարել, զանգը հնչում էր։ Հրցար գլուխ գովալը։ Այո, դե էլ բան չմնաց գովալու, զանգը հնչեց։ Սալանք, որտեղ ենք կանգնել, հիշում ես։ Այ վերև, Վերևն է։ ավելի ու դիմացի մայթը։ Շատ վերև չի այդքան էլ։ Ափսոս մեքենան մի անգամից տակ չի լինում։ Հա, այս մեքենան էլ դեֆեկտը ունի։ Հենց Volkswagen-ը ինչ լավն էր, պատագրևով։ Հա, նստարանը որ Այո, տականում այո։ էր։ Դավիթի մեքենան էլ է, չէ՞, տենց հենց նստում է տակա է, որտեղ էլեկտրական է։ Չես հարցրել։ Չեմ հարցրել, բայց ենթադրում եմ, Ես որ էլ չեմ այդպես հարցրել։ կլինի։ Անայդը շատ չգնացին։ Չի, հենա մեր մեքենան, ես տեսնում եմ։ Հա։ Այո։ Դե լավ անջատան վազը։ Ստեղ բարձր է շատ։ Դժգանք Մոսկովյան։ Ստեղից մենակ աչ կարանք։ Հա, պրոսպեկտ չեն կարա, հա։ Չէ։ Սա դու տենում ես ինչքան ազատ տեղեր կա։ Հա, ազատվել է։ Դա վարի տերյանով չէ, բարձանանք։ Այո։ Չնայած նենց էլ կարայինք, երևի դժվար խցանում լիներ, բայց արդեն անցել ես ես գծին։ Պրծով։ Իրեք աստիճան ու դարել։ Նայեցի։ Ես հիշում եմ, որ մերոնց հետ Մոսկվայից խոսում էինք, Գագոյից, որ ասենք ինչ եղանք, ասեց տաք հա, 3 աստիճան։ Հա, տենց ասի։ Այս հասանք Խաչմերուկին Իսահակյանի հետ, մենք տերյանի վրա ենք։ Այ հիմա որ զարի վերը, արագ կտականա մեքենան, հեսա մի քիչ հետո կմեացնեմ։ Իսկ տնից իջնելու զմերը տխուր է։ Չի տականում ու չի տականում։ Իսկ դու կարաս գնաս մի քիչ շուտ գարաժում տակացնես, Հա։ բա տենց են բոլորը անում, մենք ենք մի անգամից շարժվում։ Ոնց բոլորը, բոլորի մոտ կանայք են իջնում, տակացնում են, ամուսինը գալի, նստում գնում են։ Տենց է ընդունված է։ Բա տղամարդկանց կողմից ինչ Ադատ է, ընդունված։ ադատ։ Տղամարդկանց կողմից քշել է։ Ամենադժվար գործը։ Էս էլ մեր մեղ կորպուսը, դղդղք կենտրոնական է երևի չերևա։ Բայց լավ լուսավորված է։ Այո։ Էս էլ քին կորպուսը։ Աստորեն սա միակն է, հա, որ Թամանյանի պրոյեկտն է։ Քիմ կորպուսը։ Հա։ Հա, ճիշտ է, այն մեկը ոնց էր Մամիջանյան, հա։ Դա որ է, ես էլ եմ արդեն մոռացել։ Չի գրած էր ընդեր, Գիտեմ, ես հիշում եմ գրած էր։ ցուցանակի վրա։ 8 անգամ ցույց եմ տվել։ Ես Սաղուշանով ատիմացել եմ, այդ մարդուն էլ գիտեմ, բայց չեմ հիշում։ Դե ես քեզ հիշացրեցի։ Շնորհակալություն։ Այդ ինքն էր, որ մանկապարտեզից ուրիշ երեխա էր բերել։ Այ չեմ հիշում ես։ Տորանտեղը։ Ինձ ասել էր ում ես Թե ես փողոցի անունը։ Չէ, Շարիմանյանը, չէ, Չէ։ Մամիջանյանն էր։ Ինձ ասել էր ում ես բերել։
Ասել դե լավ, վաղը մեկա պետքա տանենք էլի։ Զարմանալի է, որ երեխան ձեն չի անել։ Սուս փուս եկել է։ Հնարում են էլի ուսանողները ինչ Դե ուզես։ իհարկե։ Սա հնարած անեկդոտներ են էլի։ Իսկ կարող է ճիշտ է։ Կարող է ծրված լինի, ոչ տենց էլի, բայց հաստատ ծաղկացրած է։ Դե ծրված է բանը, Էյնշտեյնի մասին մի հատ լավ կա է։ Ամենալավը քո ծրվածությունն է։ Որը։ Դա անեկդոտ չի արդեն։ Որը օրինակ։ Են որ աղբի մեջ է իրակցում։ Դե լավ էլի մի անգամ Պետքական բաները։ աղբինքցը։ Տանիրերը։ Ես հիմա ամեն անգամ նայում եմ պատուանից։ Հա։ Համտացում։ Երեք Դավիթներ դեր գորում, հանգար շփոթես։ Չէ, Դավիթը все-таки ուշադիր է, մի հատ նայում է, բացում է, հետո է գցում։ Բայլխ էր ասում։ Դե ես եմ վախը մեջս։ Լավ, Էյնշտեյնին ինչ են ասում։ Այդ Սարայովուհին ասում եմ մի վարքյանով պիտի խանութ գնամ էլի։ Ձուն դրել եմ ջրի մեջ ասում։ Չէ։ Ջուրը ասում է հեսա կերա, ձուն կգցեք մեջը, ես էլ սեկունդամեր ասում է։ Կսխմեք մի րոպե, թե ինչ 2 րոպե հետո կանջատեք էլի։ Գնում է գալիս է, տենում է Էյնշտեյնը կանգնած է այդ գազի մոտ, անչի մոտ է։ Ձուն ձեռքը սեկունդամերը ջրի մեջ է երևի։ Հա, точно։ Բայց միջալոց սխալ է, որ ջուրը երանոր ձուն գցեն։ Կճակի։ Հա։ Բավոն։ Դե Ինչքան էլ սենյակային։ Պետք է սառը ջրի մեջ գցես, հա, իրար հետ։ Դե ես вообще-то գիտես ոնց եմ անում։ Նախորոք անում եմ այդ սատիկի բանի օրերը, երբ որ այդ ծվերը պետքա ներկել էլի ձու։ Ներկել չէ, այն այդ հասարակ ձու պատրաստել է պատվի։ Դե հա, բայց Հասարակ ձու խաշել է։ ինչա, սոխն եմ դնում էլի մեջը։ Սոխը կլեպները մի հատ լավ երացրած ջրով։ Անայդ հասարակ ձուն պատմի, հա։ Հասարակ ձուն։ Ահա։ Հանում եմ նախորոք, հետո դնում եմ անում։ խաղացինքի։ Հա։ Սաղներանից։ Ահա։ Հետո մի քիչ թասի մեջ դնում եմ տաք ջրի տակ։ Կամանց ջրի տակ անում, կրանի ջուր էլի։ Որ լրիվ ինքը սովոր է այդ տաքությանը։ Ես տենց եմ էփում, չգիտեմ։ Այդ աղ մեջը դնել, այդ ամեն ինչ փորձել եմ, ոչ մի բանը չի օգնում։ Որ չճակի։ Հա։ Չէ, թերխաշը ոնց է պետք անել։ Ինչ թերխաշն է։ Թերխաշը ես մինչև 100-ն էի հաշվում։ Եռալուց հետո։ Այո։ Հա, Բայց ինքն ողջ չկետ ձուկեր։ հա, բայց ես այդ թերխաշը շատ սիրում եմ։ Հա, ես էլ փոքր ժամանակ սիրում։ Նոր հիշեցի։ Բանա, ես вообще ձու երևի տարին մի անգամ թե ուտեմ։ Չգիտեմ ինչ։ Մենք հիմա այն ամաններից էլ չունենք, չէ՞ որ ձուն մեջ դնենք։ Թե ունենք։ Կարող է վերևները այն շկաֆի ամենախորքում լինի։ Վերևները։ Այդ պատվիսնոր շկաֆերի մեջ են վերևի։ Այս պատվիսնոյ տեսուս։ Պոլկայի վրա, Սարի վրա խաղալիքները։ Հա, դե։ Բա Իբիցայա, ես ինչ բար բանա, ստրիպտիզ բարա պետքա չէ գրավեն։ Մի բանով։ Բայց ինչի՞ ձերտադրի որ ստրիպտիզ բառը։ Բա գրած է։ Հա, գրած է։ Crazy, եսի ինչ։ Crazy-ն է ստրիպտիզն, հա։ Գժական, հա։ Գժական, Crazy Club-եր, թե Crazy Girls-ը Փարիզում են, չգիտեմ, դժվար իրանք են։ Crazy Horse-ը ջանը։ Horse-եր ճիշտ է։ Ուրեմն սրանք girls են։ Այո, girls։ Ես ինչ ես ժամին պրոբկա դասավորեցին։ Այս ինչ-որ մի բան է պատահել։ Արի շուտ անցնենք, հա։ Այն օրը Դավիթը ցույց տվեց իրանց բակում մի հատ մեքենա էր վառվում։ Լավ բոցավառված։ Բայց սա չէր վառվում, սա գոլոշի էր ինձ թվում ապրանից, ռադիատորից։ Փոխանակ ասես կանգնացրա, իջնենք օգնենք այդ մարդկանց, շուտ քշի գնանք։ Բա որ պայթի հանգած։ Պայթի։ Ես մանունը տամ, էլի մեր կողքի դասարանից էր։ Իր մամայի մասն էր պատմում, այտենց
որ գնացել էին ես եմ որտեղ փոքր են ես առաջ որ գալիս էր Գազանանոց են քթով ավտոբուսները հա Ոչ եմ ես եմ որտեղ էին գնում քաղաքից դուրս մեկ էլ ինչ որ սկսեց լիդու այրվել լիդու ես եմ ինչ վերջը Սիտուացիան այնց էր, որ սա ժողովուրդը սկսեց փախչել ավտոբուսից։ Մայրը վերցրեց բան, առաջի հերթին պամիդորները ու դուստրա, աղջիկա մասին մոռացել է։ Դե լավ է։ Աղջիկներ պատմում, ասում մի անգամից այդ պամիդորների բանը վերցրեց ու դուստրա։ Դենց էքստրեմալ պայմաններում ես մարդուն ճանաչում, էլի։ Լավ, հետո որ անջատում կասես հետո որ։ Կասեմ։ Ես էլ մեր գայի պողոտան։ Ստեղ էլ են սպիտակ լույսեր դրել։ Միասնիկյանն էլ սպիտակ։ Ստեղ միշտ է սպիտակ ա եղել։ Հաստատ ես հիշում եմ մի օր գնում էին ստախուր։ Կոմիտասի վրա է այդ տխուր լույսերը։ Ամբողջ կոմիտասը այդ դեղին լույսերն էր։ Դենաս հիմա փոխել են։ Այստեղ չէ, այստեղ սպիտակ ա եղել։ Քշեմ կոմիտասներ ենք արդեն լավ տակացում վեցը։ Մի րոպե մենք այսօր չենք ճաշի անետ։ Այո, չենք ճաշի։ Այսպես Դե որ իրեքին զարթնես էլ պետք է ճաշի։ Հա, լավ չայ եմ խմել դա։ Հիմա կգնանք, դու կճաշես։ Ես հաստատ կճաշում։ Իսկ ես երևի մի հատ բուտերբրոդ կունի։ Բերանս գցեմ, բայց չեմ ճաշում։ Всё, հասանք Լվովյան։ Հայր ջան, լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Այս վիդեոյի այսօրվա ավել պակաս կներեք։ Առողջ եղեք։ Եվ լինի խաղաղություն։ Այս չինարի լույսը որտեղն էլ անցնենք։ Ահա, իդեպ այն օրը ժողովուրդ մի հատ ովքեր գրված են, էլի։ Իկրը չառնեք։ Ուզում ես։ Ուզում եմ։ Ես կանգնեմ։ Բա որտեղ կանգնես։ Գարաժը։ Դու իջի ես կգնամ։ Դե լավ, ստեսություն ձեզ, բան էի ուզում ասի, անայդ կտրեցի։ Չէ, դու կպատմես առանց ինձ։ Հա, ստեղից ասեմ, ինչ էի ուզում ասի, անայդ խանութում։ Ուրեմն, ովքեր գրված են, մի հատ ստուգեք, պարզվում է ինչ-որ հաճախ ինքն իրան թռնում է, ես այն օրը իմ մոտ նկատեցի, մի անգամ էլ ճիշտն ասած Նելին էր ասել։ Ասում եմ նայեցի տնամ գրված չեմ ձեզ, չնայած գրված էր իհարկե հաստատ, այն օրն էլ ես տենց բան նկատեցի, ինքն իրան ինչ-որ թռնում է, թե մատնակպնում, մի հատ ստուգեք ովքեր գրված են, իսկ ովքեր գրված չեն իհարկե գրվում եք անհապաղ, նևերջ։